Ողջույն սիրելի հետևորդ։ Երբևէ մտածել եք, որ հնարավոր է մարդը առույգ լինի, բայց ներսից կարծես քնած։ Նա աշխատում է, խոսում է, ծրագրեր ունի, բայց հոգևոր կյանքը կարծես քնած է։ Պողոս առաքյալը հենց այսպիսի վիճակի մասին է խոսում Եփեսացիներին ուղղված նամակի 4 եւ 5-րդ գլխի սկզբնամասում։ Այս բանն եմ ասում եւ հաստատում եմ Տիրոջով, այլևս չապրեք այնպես, ինչպես հեթանոսներն են ապրում իրենց մտքի ունայնությամբ։ Նրանց միտքը խավարել է, օտարացած են Աստծո կյանքից իրենց տգիտության պատճառով, որ նրանց մեջ է, իրենց սրտի կուրության հետևանքով։ Նրանք իրենց հույսը կտրեցին եւ ագահորեն անձնատուր եղան անառակության եւ ամեն տեսակ բղծության, բայց դուք այսպես չսովորեցիք Քրիստոսին, քանի որ լսեցիք նրա մասին եւ կրթվեցիք նրանով, համաձայն այն ճշմարտության, որ Հիսուսի մեջ է։ Ուստի հեռուվանեք ձեզնից հին մարդուն, որ ապականվում է եւ խաբուսիկ ցանկություններով, համաձայն իր նախկին ապրելակերպի, նորոգվեք ձեր հոգով եւ մտածելակերպով, դարձեք նոր մարդ, որ ստեղծված է Աստծո պատկերի համաձայն, ապրեք արդարությամբ, սրբությամբ եւ ճշմարտությամբ։ Ուստի հեռու բանեք ստախոսությունը, յուրաքանչյուր ոք թող իր ընկերոջն ասի ճշմարտությունը, որովհետեւ միմյանց անդամներ ենք։ Թե բարկանաք չմեղանչեք, արեգակը թող ձեր բարկության վրա մայր չմտնի եւ սատանային առիթ մի տվեք։ Ով գողանում էր, այլևս թող չգողանա, ավելին թող աշխատի սեփական ձեռքերով բարիք արտադրել, որպեսզի կարող լինի տալու, ով կարիքի մեջ է։ Ով տգեղ խոսք ձեր, որևէ տգեղ խոսք ձեր բերանից թող չելնի, այլ միայն բարի խոսք, որ անհրաժեշտ ու կառուցող է, որպեսզի Աստծո շնորհիվ լցվի նա, ով այն լսում է։ Եվ մի տրտմեցրեք Աստծո սուրբ հոգին, որով կնքվեցիք փրկության օրվա համար։ Ամեն դառնություն, բարկություն, զայրույթ, աղաղակ եւ հայհոյություն թող վերանա ձեզնից ամբողջ չարությամբ հանդերձ։ Միմյանց հանդեպ քաղցր ու գթած եղեք, ներեք միմյանց, ինչպես Աստված Քրիստոսի միջոցով ներեց ձեզ։ Նմանվեք Աստծուն, որպես իր սիրելի որդիներ։ Շարժվեք սիրով, այնպես ինչպես Քրիստոս սիրեց ձեզ եւ մեզ համար իրեն ընծա եւ զոհ մատուցեց Աստծուն, որպես անուշահոտություն։ Իսկ պոռնոկության եւ ամեն տեսակ պղծության կամ ագահության մասին նույնիսկ չպետք է խոսվի ձեր մեջ, ինչպես վայել է սրբերին։ Վայել չեն նաեւ գռեհիկ եւ հիմար խոսակցությունները եւ խեղկատակությունը, այլ հատկապես գոհություն թող մատուցվի Աստծուն։ Մեկ բան հաստատ իմացեք, որ որևէ պոռնիկ կամ պիղծ կամ ագահ, այսինքն կռապաշտ, Քրիստոսի եւ Աստծո արքայության մեջ ժառանգություն չունի։ Ոչ ոք թող ձեզ դատարկ խոսքերով չխաբի, որովհետև այս բաների համար է Աստծո բարկությունը գալիս անհնազանդ մարդկանց վրա։ Այսուհետև նրանց հետ հաղորդակից մի եղեք, թեպետև մի ժամանակ խավար էիք, բայց հիմա լույս եք Տիրոջով, ապրեք որպես լույսի որդիներ, որովհետև լույսի պտուղն ամեն բարության, արդարության եւ ճշմարտության մեջ է։ Փորձեք հասկանալ, թե ինչն է հաճելի Տիրոջը եւ մասնակից մի եղեք խաբարի անպտուղ գործերին, այլ հատկապես բացահայտորեն դատապարտեք դրանք, որովհետեւ այն, ինչ դրանք ծածուկ անում են, այդ մասին խոսելն արդեն ամոթ է, իսկ այն ամենը, ինչ դատապարտվում է, հայտնի է դառնում լույսով, որովհետեւ ամեն ինչ, որ հայտնի է լույս է, դրա համար ասվում է. արթնացիր դու, որ քնած ես, վեր կաց մեռելների միջից եւ Քրիստոսը կլուսավորի քեզ։ Ամեն։ Եվ նա տալիս է մի ուժեղ կոչ, որը կարծես արթնացման զանգ լինի մարդու համար։ Արթնացիր, որ քնում ես, վեր կաց մեռելներից եւ Քրիստոսը կլուսավորի քեզ։ Պողոս առաքյալն ասում է մի շատ կարևոր բան. այլևս մի ապրեք այնպես, ինչպես հեթանոսներն են ապրում։ Նա նկարագրում է հին կյանքի վիճակը, մտքի ունայնություն, սրտի կարծրություն, հոգևոր խավար։ Սա պարզապես բարոյական խնդիր չէ, սա Աստծուց հեռացած կյանքի նկարագրությունն է։ Սիրելի բարեկամ, մարդը կարող է շատ բան իմանալ աշխարհից, բայց եթե Աստծուց հեռու է,
նրա կյանքը վերջում դատարկություն է բերում։ Ամեն օր հարցրու քեզ, իմ մտածողությունը ավելի է մոտեցնում Աստծուն, թե հեռացնում է նրանից։ Պողոս առաքյալը տալիս է շատ ուժեղ եւ կարևոր պատկեր։ Նա ասում է. հանեք հին մարդուն եւ հագեք նոր մարդուն։ Սա նշանակում է, որ քրիստոնեական կյանքը պարզապես մի քանի սովորությունը փոխելը չէ, դա նոր կյանք ստանալն է, նոր մարդը ստեղծված է արդարության մեջ, սրբության մեջ, ճշմարտության մեջ։ Քրիստոնեությունը միայն մեղքերը թողնելը չէ, այն նաև նոր բնավորություն ձևավորելն է։ Փորձիր այս շաբաթ փոխել մեկ կոնկրետ սովորություն, օրինակ, ավելի քիչ բարկանալ, ավելի շատ ներել, ավելի ազնիվ խոսել։ Փոքր փոփոխությունները մեծ աճ են բերում։ Պողոս առաքյալն ասում է. ձեր բերանից ոչ մի ապականված խոսք թող դուրս չգա։ Մեր խոսքերը մեծ ուժ ունեն, նրանք կարող են բուժել կամ վիրավորել, կառուցել կամ կոտրել։ Շատ վեճեր եւ բաժանումներ սկսվում են մեկ սխալ բառից։ Այսօր որոշիր, որ քո խոսքերը կլինեն քաջալերող, խաղաղեցնող, կառուցող։ Խոսքը կարող է դառնալ ծառայություն։ Առաքյալն ասում է. թող հեռանան ձեզնից դառնությունը, բարկությունը եւ չարությունը, եւ անմիջապես տալիս է լուծումը. ներեք միմյանց, ինչպես Աստված ներեց ձեզ Քրիստոսով։ Սա քրիստոնեական կյանքի ամենադժվար, բայց ամենաազատող պատվիրաններից մեկն է։ Երբ մարդը չի ներում, նա իրականում պահում է իր սրտում ծանր բեռ։ Նորողամտությունը ազատում է ոչ միայն մյուսին, այլ նաև քեզ։ Եթե այսօր կա մեկը, ում հանդեպ վիրավորված ես, սկսիր աղոթել նրա համար։ Աղոթքը դանդաղորեն բուժում է մարդու սիրտը։ Պողոսը հիշեցնում է մի մեծ ճշմարտություն. մի ժամանակ խավար էիք, բայց այժմ լույս եք Տիրոջ մեջ։ Ուշադրություն դարձրու, նա չի ասում միայն, որ դուք լույս եք, նա ասում է դուք լույս եք։ Սա նշանակում է, որ քրիստոնյան կոչված է լինելու լույս աշխարհի մեջ։ Քրիստոսի լույսը պետք է երևա մեր խոսքերի մեջ, մեր վերաբերմունքի մեջ, մեր որոշումների մեջ։ Այսօր փորձի լինել լույս այնտեղ, որտեղ մթություն կա։ Միտեղ, որտեղ մարդիկ վիճում են, դու խաղաղություն բեր։ Միտեղ, որտեղ մարդիկ հուսահատ են, դու հույս բեր։ Այս հատվածը ավարտվում է մի շատ հզոր կոչով. արթնացիր, որ քնում ես, վեր կաց մեռելներից, եւ Քրիստոսը կլուսավորի քեզ։ Սա հոգևոր արթնացման կոչ է։ Երբեմն մարդը հավատացյալ է, բայց նրա հավատքը դարձել է սովորություն։ Պողոսն առաքյալն ասում է. ժամանակն է արթնանալու։ Այս հատվածը մեզ տալիս է 5 կարևոր ուղղություն։ Թողնել հին մտածելակերպը, աճել նոր կյանքի մեջ, պահպանել մաքուր խոսք, սովորել ներել, ապրել որպես լույս այս աշխարհում։ Սիրելի հավատավոր հետևորդ, քրիստոնեական կյանքը պարզապես կրոնական սովորություն չէ։ Դա արթնացած կյանք է։ Եթե այսօր զգում եք, որ հավատքդ մի քիչ քնած է, լսիր այս կոչը, արթնացիր, բացիր սիրտդ Աստծո լույսի առաջ, թող նրա ճշմարտությունը փոխի քո կյանքը, եւ երբ Քրիստոսի լույսը սկսի փայլել քո մեջ, մութ աշխարհում դու կդառնաս լույսի աղբյուր։ Արթնացիր, քայլիր լույսի մեջ եւ թող Քրիստոսը լուսավորի քո ճանապարհը։ Սիրելի հետևորդ, եթե օգտակար եղավ քեզ այս տեսանյութը, կարող ես հավանել, մեկնաբանության մեջ գրել քո կարծիքը եւ տարածել, որ շատ քրիստոնյաների հասանելի լինի։